Այսօր Ադրբեջանում Իլհամ Ալիևի նախագահությամբ իր աշխատանքն է սկսել թուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովը։ Թեմայի շուրջ կզրուցենք Արտյոմ Երկանյանի հետ, Արտյոմ, եւ ովքեր են մասնակցում։ Սա թուրքական պետությունների կազմակերպության թվով 12-րդ գագաթնաժողովն է եւ անց է կացվում ադրբեջանական Գաբալա քաղաքում։ Սովորաբար այդ վայրը միջոցառման անցկացման կազմակերպման կարևոր նշանակություն է ունենում եւ իհարկե պատահական չի ընտրվում։ Հիշեցնեմ, նախորդ ոչ պաշտոնական գագաթնաժողովը Ալիևի նախաձեռնությամբ կայացել էր Շուշիում եւ դա հասկանալի ազդակ էր եւ պարզ էր ում էր ուղղված։ Այս գագաթնաժողովը անց է կացվում Գաբալայում եւ դա նույնպես պատահական չէ, քանի որ Գաբալայում է գործել ռուսաստանյան վերջին ռազմաբազան Ադրբեջանում։ Այդ ռադիոլոկացիոն կայանն էր այնտեղ գործում եւ այս անգամ արդեն սա ազդակ է հավանաբար ուղղված Մոսկվայի։ Այսօր հյուրերի մեծ մասը ժամանել են արդեն Ադրբեջան, գագաթնաժողովը այսօր սկսել է իր աշխատանքը, այդ թվում Ղազախստանի նախագահն է ժամանել, Հունգարիայի եւ Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետությունների ղեկավարներն են ժամանել, Թուրքմենստանի նախագահը չի եկել, թեև այդ պետությունը կարգավիճակ ունի կազմակերպությունում, եւ ամենահետաքրքիրն այն է, որ Էրդողանը համենայն դեպս առայժմ Ադրբեջան չի ժամանել։ Պետք է հիշեցնեմ, որ նախորդ ոչ պաշտոնական գագաթնաժողովին, որը Շուշիում էր անցկացվել, Թուրքիայի նախագահի կողմից ըստ էության բոյկոտի էր ենթարկվել։ Էրդողանը չէր ներկայացել եւ Թուրքիան ներկայացնում էր ընդամենը փոխնախագահ Ելմազը եւ պաշտոնական վարկածը, որ նա չէր կարող գալ Շուշի, քանի որ պետք է Թուրքիա Նիդերլանդներ ֆուտբոլային խաղին հետևեր, իհարկե քչերին տպավորեց, ակնհայտ էր, որ սա քաղաքական դեմարշ էր, հավանաբար կապված այն հանգամանքի հետ, որ Ալիևը առանց Էրդողանի հետ համաձայնեցնելու սկսել էր զարգացնել հարաբերությունները Չինաստանի հետ, բացի այդ էլ երևի Էրդողանը համարել էր, որ չպետք է մասնակցի գագաթնաժողովին, որը կազմակերպվում է մի քաղաքում, ուր Թուրքիային հյուպատոսություն բացելու իրավունք Իլհամ Ալիևը չի տալիս։ Մինչ օրս իդեպ Թուրքիան այդպես էլ չկարողացավ Շուշիում հյուպատոսություն բացել։ Ինչևէ, մինչ այս ժամը Էրդողանը չի ժամանել, բայց մամուլում գրում են, որ հնարավոր է վաղը միանա գործընկերներին եւ այնուամենայնիվ մասնակցի։ Վաղը նաև կսկսի իր աշխատանքը թուրքալեզու պետությունների կազմակերպության արտգործնախարարների հանդիպումը եւ նաև այլ երկկողմ հանդիպումներ կունենան մասնակիցները։ Հիշեցնեմ, այդ կազմակերպությունը ժամանակին հիմնադրվել էր Ադրբեջանի, Թուրքիայի, Ղազախստանի եւ Ղրղստանի կողմից, ավելի ուշ միացել էր նաև Ուզբեկստանը եւ նաև դիտորդի կարգավիճակ էին ստացել Հունգարիան, Հյուսիսային Կիպրոսը։ Բացի այդ կազմակերպության շրջանակներում գործում են նաև այլ կառույցներ, մասնավորապես խորհրդարանական վեհաժողովը, թուրքալեզու պետությունների թուրքական մշակույթի հիմնադրամը, որի կենտրոնական գրասենյակը Բաքվում է գործում, թուրքական ակադեմիան, թուրքական ներդրումային հիմնադրամը, որի անդամ պետություններից յուրաքանչյուրը $100 միլիոն է ներդրել։ Կազմակերպությունը շարունակում է ազդեցություն ձեռք բերել, բավական է հիշեցնել, որ այդ կազմակերպության անդամ հանդիսացող պետությունների ընդհանուր տարածքը հասնում է 4.5 միլիոն քառակուսի կիլոմետրի, իսկ ընդհանուր բնակչությունը 160 միլիոնի է հասնում։ Արտյոմ, մասնակիցների թվում են նաև Հունգարիայի եւ Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական պետության ղեկավարները, նրանց մասնակցությունը ինչով է պայմանավորված։ Այո, արդեն որերորդ անգամ է, երբ Հունգարիան անձամբ է ներկայացնում Վիկտոր Օրբանը, շատ կասկածելի գիտական վարկածի համաձայն հունգարացիների նախնիները թուրք են եղել, համենայն դեպս Ալթայից են եկել եւ այդ հանգամանքը օգտագործելով Հունգարիան այդ կազմակերպությունում դիտորդի կարգավիճակ է ստացել։ Դրանով պարզապես Օրբանը շարունակում է հակադրվել Եվրամիությանը եւ ընդհանրապես Եվրոպային։ Արդեն երկրորդ անգամ է գագաթնաժողովերին մասնակցում է թուրքական ինքնահռչակ այդ Կիպրոսի հանրապետության նախագահ Էրսին Թաթարը, թեև այդ չճանաչված հանրապետությունը անգամ Ադրբեջանը չի ճանաչում եւ ոչ մեկ աշխարհում բացի Թուրքիայից։ Այլ պետություններում անցկացվող գագաթնաժողովներին Էրսին Թաթարը չի հրավիրվում,
բայց արդեն երկրորդ անգամ է ինչ Իլհամ Ալիևն է անձամբ նրան հրավիրում, ընդ որում արժանացնում է որպես երկրի ղեկավարի ընդունելության։ Դա իհարկե դուրը չի գալիս Կենտրոնական Ասիայի պետությունների ղեկավարներին, բայց որևէ լուրջ բան դրան հակադրել չեն կարողանում։ Իդեպ Ալիևը հայտարարել է, որ ամեն ինչ անելու է, որպեսզի Հյուսիսային Կիպրոսի Հանրապետությունը լիիրավ անդամի կարգավիճակ ստանա թուրքական պետությունների կազմակերպությունում, այն դեպքում, երբ ինքը Ադրբեջանը չի ճանաչում թուրքական հանրապետությունը, այսինքն փորձում է Կենտրոնական Ասիայի պետությունների ձեռքով հասնել մի բանի, ինչը անձամբ ինքը անել չի ցանկանում։ Արդյոք Ալիևը Հայաստանի դեմ իր կողմից վարվող արշավի համար ծառայեցնում է թուրքական պետությունների կազմակերպությունը։ Իհարկե ով շարունակում է դա անել եւ այն, որ անցած գագաթնաժողովը Շուշիում էր անցկացվել, այն, որ այնտեղ Ալիևի նախաձեռնությամբ ընդունվեց հակահայկական իր բնույթով Ղարաբաղյան հռչակագիրը, դրա մասին են վկայում։ Հավանաբար այս անգամ եւս վերջնական հռչակագրում կլինեն հակահայկական ինչ-որ դրույթներ։ Նախագահությունը կազմակերպությունում Ղրղստանից անցնում է Ադրբեջանի, դա եւս Ալիևին որոշակի լծակներ կտա օգտագործելու համար կազմակերպությունը Հայաստանի դեմ։ Հետարքիրն այն է, որ այդ կազմակերպության անդամ են հանդիսանում պետություններ, որոնք համենայն դեպս ֆորմալ շարունակում են հանդիսանալ Հայաստանի դաշնակիցներ։ Խոսքը Ղազախստանի, Ղրղստանի մասին է։ Ադրբեջանի նախագահը արդեն որերորդ անգամ հիմք է նախապատրաստում այդ կազմակերպության շրջանակներում ինչ-որ ուժային կառույց ստեղծելու։ Եվ իհարկե բաց տեքստով չի խոսվում կառույցը ռազմաքաղաքական դաշինք դարձնելու մասին, բայց Ալիևը օրինակ ասել էր, որ կազմակերպությունը պետք է դառնա ուժային կենտրոն, որ կազմակերպության շրջանակներում պետք է ձևավորվի անվտանգային կարկաս։ Ժամանակ առ ժամանակ թուրքական եւ ադրբեջանական մամուլում հրապարակումներ են լինում այն մասին, որ արդեն անհրաժեշտ է ստեղծել համատեղ զինված ուժեր։ Օրինակ 20 թվականին Արցախյան երկրորդ պատերազմից հետո թուրքական Թուրքիայի Գազեթեսի թերթը գրում էր, որ արդեն պետք է ձևավորել հստակ կառույցներ, որոնք կհամախմբեն 5 պետությունների պետական բանակները եւ ռազմաքաղաքական դաշինք ստեղծել։ Եվ անգամ ստիպված էր դրան արձագանքել Ռուսաստանի այն ժամանակվա պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, ով ակնարկել էր, որ չափազանց բացասական հետևանքներ կարող են լինել, եթե այս գաղափարը իրականություն դառնա։ Շնորհակալություն։